2-3 օր է մենք խորհրդարանում չենք տեսնում ունդիմությանը Հայաստան Դաշինքի ժողովրդին եւ Պատիվ ունեմի ժողովրդին տեղերը թափուր է, ճամպրուկային տրամադրություն, ամառ է, գուցե արձակուրդ են, գուցե քաղաքական կոմայի մեջ են, տանջվում են, գուցե երես չունեն գնալ Երևան դեղ։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ լավ, ինչ եք, ինչ չեք, ով եք, ով չեք, Քոչարյանի կամանդն է, այնտեղ ինչ է Սերժ Սարգսյանի, Վանեցյանի, Մհեր Հակոբյանի եւ այլն, էական չէ, կարևորը որ դուք վերջի վերջո падգամավոր եք ու մեր կյանքը ունի կարգավորման բազմաթիվ ոլորտներ, կարգավորման կարիք ունեցող ոլորտներ, որոնց մասին կարող եք օրենքների նախագծեր գրել, ոչ պոպուլիստական, էլի, ասենք, թոշակը դարձնել $3000, ոչ, խելքը գլուխը նախագծեր կարող եք գրել, մինչև վերջին րոպեն օգոստոսի 1-ը, ասենք, կարող եք գրել, պայքարել, առաջ մղել, հասկացանք, խոշոր քաղաքական օրակարգը չի ստացվել, որն էր դա, պաշտոն անգել քաղաքացիական պայմանագրին, նորմալ է, ասենք, քաղաքական ուժ է, պիտի պայքարի, ուրեմն իր հակառակ քաղաքական ուժի դեմ բնական է, այնտեղ սարսափելի բան չկա, համարում եք, որ անարժան են, լավ եք անում, պայքարում եք, impeachment եք փորձում անել, 2-3 անգամ ուրեմն քաղաքական շարժում եք նախաձեռնում երկրում, ահագին ժողովուրդ է հավաքվում, չի ստացվում, հասկացանք, այդ ամբողջի հետ մեկտեղ 30 քանի հոգով, ուրեմն 107 մինուս 69 ԿՊՆ մինուս 4 անկախ падգամավորներ 73, այնտեղ ինչ մնաց 34 հոգի Հայաստան Դաշինք եւ Պատիվ ունեմ 34 հոգով չկարողացաք մի քանի խելքը գլուխը նախագծեր գրել, որ քաղաքացիական պայմանագիրը պատեպատ կպներ, ասել եմ, այս նախագծերը ոնց մենք չենք ֆայմել բերել խորհրդարան, հիմի ընդունենք, լինելու է որ իրենց նվաճումն է, չընդունենք, լինելու է որ օբյեկտիվորեն լավ բանին դեմ ենք ելել։ Չէ։ Այսինքն այս ընդդիմությունը բոլորովին օրենսդիր գործունեության առաքելությամբ չէր եկել խորհրդարան։ Արցախի տրոշները շարել, խնդրեմ, impeachment-ի մասին ղժալ, պոռալ, խնդրեմ, շիշը վերցնել, շպրտել բանի զգալիորեն վատ աշխատող քաղաքացիական պայմանագրի ելույթ ունեցողի վրա, խնդրեմ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։